Հայաստանում նախատեսում են երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում անկախ երեխայի կարգաթվից սահմանել 500 000 դրամ։ Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ազգային ժողովի նիստում ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Առաջարկում ենք ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխային այսօրվա դրությամբ կառավարության կողմից տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ։ Ծրագիրը ունեցել է դրական արդյունքներ, ասել է Խաչատրյանը։ Հիշեցրել Ծրագրի նպատակն այն է եղել, որ ընտանիքում երրորդ եւ հաջորդ կարգաթվով երեխաների ծնունդները շատանան Հայաստանում։ Դա տեղի է ունեցել։ 2018-ին ընտանիքում երրորդ եւ հաջորդ կարգաթվով ծնված երեխաների թիվը կազմել է շուրջ 8300, 2023-ին կազմել է 12400-ից ավելի, 2024-ին 12000։ Քանի որ երրորդ եւ հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, մենք միաժամանակ առաջարկում ենք ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված կատարել համահարթեցում։ Այսօրվա դրությամբ առաջին եւ երկրորդ երեխաների համար տրվող 300 000 դրամները, երրորդ եւ չորրորդի համար տրվող 1 միլիոն դրամները, 5-րդ եւ հաջորդի համար տրվող 1.5 միլիոն դրամների փոխարեն բոլորի համար սահմանել նույն չափը 500 000 դրամ։ Միանվագ ծննդյան նպաստից եւ երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ երեխան Հայաստանի քաղաքացի է։ Քաղաքացիության պահանջը կկիրառվի 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ համահարթեցման տրամաբանությունը 2026-ի սեպտեմբերի 1-ից։